Բարև հայր ջան, արդեն մոտ 1 ամիս կլինի ինչ ես վիդեո չէի նկարում, ուղղակի այս վերջի մի ամիսը կարելի է ասել 24/7 ռեժիմով զբաղված ենք Արշավիր Շիրակյանի մասին ֆիլմի ստեղծմամբ։ Իրականում սկզբից ես չէի պատկերացնում, որ այս նախագիծը սենց ծավալուն ու լուրջ բանի կվերածվի, քանի որ ի սկզբանե մտադիր էինք հաղորդման նման մի բան պատրաստել, այնքան որ Շիրակյանից անտեղյակ մարդկանց տեղեկացնենք իր մասին, բայց արի ու տես, որ սա դառավ Հայաստանում առաջին լիամետրաժ ֆիլմը, որը ստեղծվում է արհեստական բանականությամբ։ Ու քանի որ այդ ԱԲ հարթակները ցավոք բոլորը, որոնք որակ են տալիս, դրանք վճարովի են, այս պահի դրությամբ ֆիլմի ստեղծման աշխատանքների շրջանակներում ծախսվել է արդեն 3 միլիոն դրամից ավել գումար, ու դրա միայն 1 միլիոնի չափով գումարն է, որ հավաքվել է ֆիլմին աջակցողների շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլորիդ։ Բայց մինչև այսօրվա ապազգային ժողովի բուն թեմային անցնելը ուզում եմ մի անգամ էլ դիմել բոլորիդ, որ իրոք մենք էլ չենք ձգում, իսկ ֆիլմը կեսատ թողնել չի կարելի։ Ֆիլմի կեսից մի քիչ ավելին արդեն պատրաստ է ու մեր հաշվարկներով մինչև ավարտը դեռ մոտ 2 միլիոն դրամի չափով ծախսեր լինելու են։ Այդտեղ մենակ պատմական վայրերի ու իրական դեմքերի վերականգնումը չի։ Այդտեղ տեքստերի ձայնավորումն է, խոսքի ու միմիկաների գեներացումներն են, առանձին ԱԲ հարթակով գեներացնում ենք երաժշտությունները, ձայնային էֆեկտներ, մոնտաժ ու վերջապես հենց տեսարանների իրական վիդեո գեներացումն է։ Իրականում աննկարագրելի բարդ ու դաժանագիր աշխատանք է, ու մոտավոր 13-ից 15 տարբեր ԱԲ հարթակներ օգտագործում ենք այս աշխատանքներում, ու դրանց ամսական տրամադրվող լիմիտները ուղղակի չեն բավականացնում։ Ուստի ստիպված ենք լինում ամեն կես ժամը կամ մի ժամը մեկ նոր հավելյալ լիմիտներ գնելու, ու դրա համար էլ այսպես արագ ծախսը մեծանում է։ Իսկ առանց ձեր աջակցության այդ ֆիլմը ուղղակի կանգ կառնի, ինչը իրականում անթույլատրելի է։ Պետք է յուրաքանչյուրս անենք ամեն ինչ, որ դա հասնի ավարտին։ Դրա համար նորից հիշեցնենք մեր հաշվեհամարները ու յուրաքանչյուրը, ով ինչքան կարա ու կցանկանա, պարբերաբար ձեր փոխանցումները արեք, որովհետև ամեն պահի դրա անհրաժեշտությունը լինում է։ Ու կարծում եմ, որ մինչև այսօր մոտավոր մի 20 հոգուց բացի, ովքեր աջակցում են մեզ, այս ֆիլմը մյուս հայերի համար էլ կարևոր կլինի ու նրանք էլ կմիանան դրամահավաքին ցանկացած չափով։ Թե չէ անկեղծ նենց տպավորությունա, որ ցեղասպանության նեմեսիսի ու կոնկրետ Արշավիր Շիրակյանի հանրայնացումը մենակ մեզ ու մի 20 հոգու է հուզում։ Սա մեր բոլորի թեման է, հայեր ջան, ու իրականությունը շատ ցավալի է, որ պարբերաբար ակտիվությունը արտահայտվում է համայն հայությունից, ընդհանրապես մեր ու տվյալ մի 20 հոգու կողմից։ Սա ցավալի ցուցանիշ է, իսկ այդ ցուցանիշը կարելի է շատ հեշտ փոփոխել բոլորիդ ակտիվ մասնակցությամբ։ Ու դե բնականաբար ֆիլմն էլ հասցնենք ավարտին, որ հետո էլ մի քանի այլ լեզուներով թարգմանվի ու հասնի արդեն ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ ամբողջ աշխարհին։ Հուսամ նպատակն ու բոլորիդ մասնակցության անհրաժեշտությունը յուրաքանչյուրիդ համար հասկանալի ու գիտակցելի է։ Հիմա անցնենք մեր այսօրվա բուն ասելիքին։ Երեք նայեցի ազգային ժողովի, ավելի շուտ ապազգային ժողովի մի երկու նիստ։ Նայեցի այն միամիտ հույսով, որ հեսա ազգի ու պետականության հարցեր են քննարկվելու, որ հեսա խնդիրների լուծումներ են առաջարկվելու, որ իրապես բոլորիս համար անհրաժեշտ օրինագծերի ընդունման առաջարկներ եմ լսելու։ Հետո որ խորանում ես, հասկանում ես, որ իբր այնտեղ ով կա, որ մի հատ էլ նման առաջարկներ կամ քննարկումներ անի։ Իրանք իրանց աթոռները վերցրել են, աշխատավարձի հույսով գալիս են ընդամենը մի քանի ժամվա ընթացքը ապահովելու։ Ամբողջ այս նիստերից ստացածս տպավորությունը այն է, որ ինչ-որ բամբասանկչիների ու լեզվակռիվ տվողների կույտ է, որը ուղղակի անզոր է հայազգի ու Հայաստանի համար որևէ զգալի օգուտ բերի կամ ասենք անվտանգության կամ այլ կարևոր հարց լուծի։ Մի հատ նայեք սրանք ինչերից են խոսում էլի, ոնց որ ինչ-որ մի հատ անտաղանդների դպրոց լինի, այն երեխեք կան անտաղանդ, որ տունը մի քանի օր ինչ-որ բանի վրա պարապում է, իր կարճ խելքով նենց բեսամցուր հումոր անում ու գնում է, որ հանդիսատեսին ցույց տա, տեսեք ինչ հումոր եմ արել։ Ուղղակի այդ հանդիսատեսին տվյալ դեպքում մեզ տեղյակ չեն պահել, որովհետև պետքա ծիծաղայինք։ Իրանք ասում, իրանք ծիծաղում, իբր նենց տեսեք ის ինչեր են ասում, էլի։ Մի հատ նայեք էլի սրանց այս դպրոցական տափակ ներկայացումը։ Ես ձեզից տրակտոր չեմ ակնկալում, բայց խնդրում եմ, եթե այդպես է ձևը ընտրողի ու չընտրողի միջև պետքա տարբերություն լինի, խնդրում եմ ինձ որպես ընտրողի արտոնություններ տալ, օրինակ, երբ որ ժամանակը սպառվի, թույլ տալ ելույթ ունենալ, իսկ ձեզ չընտրողներին ընդհատել կեսից։ Ժողովուրդ ջան, բոլորովին վերջերս տեղի է ունեցել պատմության մեջ մի աննախադեպ երևույթ։
կասի տիեզերական մակարդակի աննախադեպ երևույթ։ Երկիր մոլորակը դադարել է պտտվել։ Կանգ է առել ժամանակը։ Եվ գիտնականները ողջել են, որ դա տեղի է ունեցել շատ կոնկրետ օր, շատ կոնկրետ վայրում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, Երևանում, Գևորգ Քոչար 21A հասցեում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ ժամանակը գիշերը հունիսի 7-ից 8 առավոտ կանգ է առել։ Կանգ է առել, որովհետև եղել է հրաման հայ ժողովրդի ձայները գողանալու։ Բայց շատ կարող ենք չանհանգստանալ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան Վահագն Հովայտիմյանը պատրաստ է ստորագրել այդ կանգ առի մասին փաստաթղթի տակ։ Բայց եթե մենք ընտրությունները կեղծել ենք ու ինչպես ժամանակին ընդունվածքերը ինչքան ուզեցել այդքան խփել էինք, ոչ միայն 50+ է լինելու, այլ ցեզանից շատերը պարզապես այստեղ չէին լինելու։ Ինչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Կարակ այսօրվանից հետ հաշվարկ սկսեք, օրինակ մնաց 1786 օր։ Բայց 5 տարի հետո ոնց որ նորից կմոտենաք այդ ձեր զրոյական կետին, որի վերջացրել էր հունիսի 7-ին։ Գիտեք ովքեր չէին փոխվում կամ ովքերը երևի ճիշտ չէր ասել։ Դինոզավրերը։ Եվ ուր են հիմա դինոզավրերը։ Այս ազգային ժողովը, այս падգամավորներն, այս ավելի շուտ ինտելեկտի վթարի տեղը, որտեղ ամեն հաջորդ ելույթը նախորդից ավելի խայտարակ է ու ինտելեկտ ունեցող մարդու համար սրանց լսելը հավասար է սեփական բանականության նկատմամբ խոշտանգման։ Սրանց լսելուց ոնց որ մասնակցես տրամաբանության թաղման արարողությանը, մինչև կամավոր չանջատես առողջ դատողությունը, ուղղակի չես կարող ես անհեթեթությունն ու իրանց արևին դախ հումորները լսես։ Սրանք գիտեն հումորի լիգա են եկել, ոչ թե ազգի ու պետության խնդիր լուծելու։ Այսինքն այսքան նախընտրական ու ընտրական ինտրիգներն ու ամբաղ-զամբաղ քարոզները բերեցին ստեղ։ Հարց եմ տալի բոլորին, ովքեր մասնակցել են ընտրություններին, ու այն որ իրանց մասնակցելուց էլ բոլորին ասում էին ընտրեք, տեսեք հեսա ինչ ալնում, ոնց ալնում, ինչ հեղափոխություն, ինչ բան, այ մարդ ընտրություններով, եկեք գնանք ընտրենք սրան, ընտրենք նրան, ես եւ ինչ անենք, հիմա ընտրել եք։ Այն որ ով ընտրել է, ուզում եմ հասկանամ, էս էր ձեր սպասումն ու նպատակը, գոհ եք հիմա։ Հեղափոխության առաջարկից անուն էիք կպցնում, թե բա ճիշտ ընտրությունն է։ Ընտրեցիք, լավ եք զգում ձեզ։ Այս ձեր ընտրյալներին լսելով ամեն րոպե համոզվում ես, որ պաշտոնը դեռևս խելքի կամ կառուցողական մտածելակերպի ապացույց չի։ Դուք ձեր քվեներով ընդհանրապես փոխել եք նախորդ բամբաս անձնակազմը նորով, ուրիշ ոչ մի բան։ Սրանք ստեղ հավաքվել են իրար վրա ցեղ շպրտելու համար, ոչ թե ձեզանից մեկի կամ պետության հարցերը լուծելու։ Սրանք ազգային ժողովը վերածել են բամբասանքի օլիմպիադայի, այս ինչ որ փոխադարձ մեղադրանքների պինգ-պոնգի ֆեդերացիա է։ Այսինքն գնացել եք ընտրության, որ մի 5 տարի էլ նստեք ու փոխադարձ վիրավորանքների բաց առաջնություն նայեք, էսա ձեր ընտրությունը։ Մի հատ նայեք ինչ եք ընտրել։ Ստեղ բոլորը միկրոֆոնի մոտ հերթով ինքնահաստատվելու արարողության մասնակիցներ են, ոչ թե ձեր խնդիրները լուծող մարդիկ։ Ասма ով որ ընտրությունն ա կեղծել, շան տղա է։ Սպանվել էին Երևանի փողոցներում միայն նրա համար, որ հաս չէին են բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի նշանակեր նախագահ, որպեսզի նաև պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի։ Բայց նաև բան Ռուբինին, դուք պետք է այս ամբյանից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Ընդհանրապես խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք։ Բայց այդ կողքի նստած մարդուց դատախազությունը պահանջում է եւ իր ընտանիքից $200 միլիոն ապօրինի գույք $200 միլիոն դա գիտեք ինչքան է, պարոն Մանուկյան։ Դուք մանդատագողեր եք։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ ու յուրաքանչյուրից հետ, որովհետև դուք դրանով ահաբեկել եք մեր ժողովրդին։ Ու հիմա պետք է պատասխան տաք այդ տերորի համար մեր քաղաքացիներին։ Սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ռոբերտ Քոչյանի խնամու ԱԱԲ Հայաստանի Հանրապետության տենդերների շինարարական 50+% աշխատում։ Ափսոս ձեր հայտարարությունները հերախոսից մեջ չեն պահում, թե չէ հենց հիմա կդնեին, որ դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատը չեմ վերցնի։ Մի ամբողջ թակավորություն եք կառուցել, պարոն Ռուբինյան։ Մի ամբողջ թակավորություն։ Ստի, կեղծիքի, ապօրինությունների, անօրինականությունների, բռնաճնշումների։ Դուք այդ դրա թակավորությունն եք կառուցել։ Այստեղ մոտիկ է Թումանյան փողոցի վրա է։ Ձեր ղեկավարի եղբոր, Սերժ Սարգսյանի եղբոր, Սաշիկ Սարգսյանի տան ոսկեզոծ լիֆտի մեջ այդ առողջությամբ մտորելու ինչ որ բաներ ունեցել եք, թե չէ։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Մասն եք եղել մի քաղաքական թիմերի, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում ունեն իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնց օրոք որ կազմակերպվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու տերորը, որոնց օրոք որ Երևանի փողոցներում գնդակահարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ըստ էության դուք փորձում եք
հասարակությանը համոզել, որ մենք ձեզնից էլ վատն ենք։ Այսինքն դուք գիտեք, որ դուք վատն եք, դուք ձեր մարտավարությունը կամ ռազմավարությունը եթե կուզեք, նրանում է որ դուք մեզնից վատն եք։ Սրա հետ կապված մի հատ նենց ճիշտ վիդեո էին սարքել։ Ինչ ես անձնականից մեջ մտնում, այ բոշա։ Դու փրչացած, այ բոշա։ Դու փրչացած, բոշա։ Փրչացած, բոշա։ Փրչացած, բոշա։ Փրչացած, բոշա։ Փրչացած, բոշա։ Փրչացած, բոշա։ Փրչացած։ Բայց մոռացել էին ավելացնել ամենակարևորը։ Լասպասե, աղջիկեր ջան։ Մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք։ Այո, ստեղ ով ում ինչում մեղադրում է, բոլորն էլ ճիշտ են։ Դրա համար էլ լույսի բանակը մերժում է սրանցից բոլորին առանց բացառության։ Իսկ ձեզանից շատերը սրանցից մեկի կողմը բռնած էլի փուչ հույսեր եք փափագում, թե հեսա ձեր ընտրած թիմը ձեր հարցերը լուծելու է։ Մի անգամ ասել եմ, հիմա նորից կրկնեմ, որ ձեր բոլորի միակ սխալը այն է, որ քաղաքականությանը վերաբերվում եք որպես ֆուտբոլի։ Ձեր թիմն ընտրում եք ու անկապ անիմաստ դրա օգտին սկսում եք գոռալ։ Դուք ոչ բան եք պահանջում ձեր ընտրած թիմից, ոչ դեմները հարց եք դնում։ Դրա համար էլ սրանք բոլորը այնքան են ներշնչվել, որ ազգային ժողովի նիստի կեսը խոսում են իրենց բարեկամներից, ոնց որ ընտանեկան բանավեճ լինի, կիսաբաց լուսամուտներն է։ Ասենք մի ամբողջ ազգ սրանցից տարբեր ուժերի ընտրել է, որ գան նիստի ու ժամերով բոլորին պատմեն իրենց բարեկամների մասին։ Հիմա նայեք ձեր ընտրած ազգային ժողովի թեմաները։ Մարդը տասնյակ րոպեներով պատմում է իր աղբորից։ Մի քիչ արագացրած ցույց կտանք, որ պատկերացնեք այս զազրախոսության երկարությունը։ Հաջորդը պարոն Մանուկյանը եւ Տիկին Գրիգորյանը ինձ մեղադրում են նրա մեջ, որ իմ եղբայրը աշխատում է առևտրային բանկում։ Ես նրանց ավելի աբսուրդային մեղադրանք կյանքումս լսած չկամ։ Իրավիճակի հետևյալն է, իմ եղբայրը Լևոն Ռուբինյանը, ում ուզում եմ ողջունել այս ամբիոնից, ինքը վստահաբար չի հետևում, բայց հետո կտեսնի երևի, 2007 թվականից, այսինքն արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում։ Իմ եղբայրը 2007 թվին էր աշխատում բանկում, 2008 թվին, երբ որ ասում է, որ ԱԾ-ից եկան մեր տուն, հորս հրավիրեցին ԱԾ, 3 ամիս հետ չեկավ։ Այդ ժամանակ, երբ որ պարոն Քոչարյանի հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավար էր, այդ ժամանակ էլ իմ եղբայրը բանկում էր աշխատում։ Մասնագետ, ոնց է կոչվում, մասնագետ էր, բանկային մասնագետ էր 2007 թվականին։ Իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում 2009 թվականին, 2010 թվականին, 2011 թվականին, Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության օրոք, երբ որ պարոն Մեսրոպ Մանուկյանը ՀԿ խմբակցության պատգամավոր եւ գեներալ Մանվել Գրիգորյանը օգտական էր, այդ ժամանակ իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում, բանկը լայքակի դասում գովաց չունի, բայց ինքը բանկում էր աշխատում։ 2017 թվականի դրությամբ ես նիմադիր իմ եղբայրը ինքը բանկի գործարական նորմեր վարչական։ Ես ամենալի աշխատանք գեցի տանը Գրիգորյան։ Մի բանկում աշխատել, դու գնացել ես մյուս բանկ աշխատել, մեղադրանքները որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն Շարի բախում կա, որտեղ բացատրեք ինձ։ Գիտեք ինչի է այսքան իր աղբորից պատմում, որովհետև ձեր ընտրած անդիմությանն է այդ հարցը հետաքրքրում, իրանց ուրիշ հարց հետաքրքիր չի։ Այսքան մեր գլոբալ ներքին ու արտաքին խնդիրների մեջ երկու կողմին հետաքրքիր է մյուս կողմի հոր, աղբոր կանգա կամ չգիտեմ ում, չգիտեմ ինչը։ Սրանք ուրիշ թեմա չունեն, բայց գոնե սրանցից մի կողմը կարող ադեկվատ գտնվեր, էլի։ Բայց դե չէ, կոնկրետ իրար գտել են։ Օրինակ ես միշտ մտածել եմ սենց, եթե ես լինեի падգամավոր ու ինձ մեղադրեին որևէ հարցում կամ մի բարեկամի կամ ինչ-որ մեկի թեմայով, ես կպատասխանեի հնարավորինս կարճ, մի րոպեից էլ կարճ, կասեի այն, ինչը անհրաժեշտ է տվյալ հարցին պատասխանելու համար, կարճ ու կոնկրետ իհարկե բովանդակ, ու նույն վայրկյանին կանցնեի այն հարցերին, որոնցից կախված է պետության գոյությունը, որովհետև ժամանակը պետական ռեսուրս է, իսկ պետական ռեսուրսը անձնական վիրավորվածության վրա վատնելը քաղաքականության ամենաթանկ շքեղություններից մեկն է։ Ու մենք տեսնում ենք հենց դա, փոխադարձ պատասխաններ, նոր հակադարձումներ ու դրա մյուս շրջադարձը։ Ու այդ անverջ պատույտը, որտեղ քաղաքական էներգիան սպառվում է ոչ թե պետություն կառուցելու, այլ իրար պատասխանելու վրա, արդյունքում բերում է պետության տարիներով տեղում դոփելու։ Ու սրանց ընտանեկան պատմությունների վրա ծախսված պետական ժամանակը սպառում է պետության ռեսուրսն ու ապագան, ու դրա գինը վճարում են ոչ թե իրանք, այլ ամբողջ ժողովուրդը։ Ու սրանց այս դատարկ վեճերի արդյունքում ծնվում են ոչ թե լուծումներ, այլ մենակ նոր վեճեր, ինչի հետևանքով էլ պետությունը դանդաղ, բայց հետևողականորեն թուլանում է։ Այ հենց այս ձեր ընտրյալների պատճառով է, որ հասարակությունը կորցնում է վստահությունը թե քաղաքականության, թե պետության նկատմամբ, ու արդյունքում բոլորը զբաղված են իրար հաղթելով, մինչդեռ իրական խնդիրները հաղթում են բոլորիս։
Իսկ դուք ձեր ընտրած անդիմությանը հարց տալիս եք կամ պահանջում եք, որ բա եթե գիտեիք այտենց վատն են, իրանց ընտանիքի անդամները, հա, էլի հարց չկա, բայց որ դուք այդքանը գիտեիք, բա ինչի եք գնացել հետները նստել նույն ազգային ժողովում։ Այն ինչում թե դուք թե մենք բոլորս մեղադրում ենք այս իշխանություններին, ձեր մանդատ վերցնելով արդեն իսկ լեգիտիմացրել եք թե իրանց բարեկամներին ու թե իրանց արածները։ Ասենք էլ ինչ եք անկապ թութակներկում ձեր հարցերով, թե բա դուք սենց դուք նենց։ Հա գիտենք այդ ամեն ինչը, ինչի եք դուք այնտեղ նստած իրանց լեգիտիմացնում։ Ու դրա համար է ձեր մաքսիմումը սրաներա ընտանիքի անդամների հարցերը։ Իշխանությունը Քոչարյանին հարց տա, ձեր պապան, ձեր հորողբերը, Սերժի աղբերը, անդիմությունը սրանց հարց տա, ձեր կինը, ձեր հորողբոր տղեն։ Կարող է գիտեք այդ ազգային ժողովը ձեր համար ընտանեկան հոգեբանների թերապիայի մի հատ կենտրոն է, մենք էլ նստած այնպես պետք է նայենք ով աղբորը հորողբոր տղուն չգիտեմ ինչ արեց, ինչի համար արեց։ Մեր համար բոլորդ եք մեկ ու մերժելի, բոլորդ պետք է մերժվեք, որովհետև այս երկրին պետք է նոր, թարմ, պետականամետ մտածողություն, ոչ թե բամբաս բյուրո։ Ու հիմա նայեք մի հատ, սրա աղբորից պրծան, անցան են մյուսի կանգան։ Ու նորից նայեք ինչքան ժամանակ է գնում ազգային ժողովի նիստից, որ մեկի աղբոր պատմությունը լսելուց հետո մի հատ էլ մի ամբողջ ազգ պետք է նստի լսի մյուսի կնգա պատմությունը։ Առաջինը, իմ կինը Հայփոստի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել, ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է Հայփոստ ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը Հայփոստի տնօրեն չի նշանակվել, պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է Հայփոստում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է Հայփոստ ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Այդ մրցութային խորհրդի մեջ բնականաբար ես չկամ եւ չեմ կարող լինել, մրցութային խորհրդում ներգրաված են տարբեր անձինք, ես չեմ սխալվում նաեւ մասնավոր ոլորտներից կան եւ այնպես որ ձեր հարցերը դուք կարող եք համապատասխան կերպով ուղղել պետական գերատեսչություններին եւ ստանալ համապատասխան տեղեկատվություն։ Ես չգիտեմ գուցե այդ տեղեկատվության վերաբերյալ հարցումները ակնկալել են անձնական տվյալներ, դրա համար այդ տվյալների մի մասը չեն կարողացել տալ լրագրողներին, բայց ներողություն դա ուրեմն օրենսդրության սահմանած չափանիշներն են եւ կարծում եմ որ այդտեղ դուք իմ նկատմամբ ամենայն դեպս չպետք է որևէ հարց ունենաք։ Երկրորդը, իմ կինը, քանի որ դուք շեշտեցիք աշխատավարձը, իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան, այսինքն Հայփոստի, երբ ինքը նշանակվել է Հայփոստի տնօրեն, դրանից առաջ նախորդ ժամանակներում 10-10-ում Հայփոստի տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ եւ ինքը գնացել է ավելի բարձր աշխատավարձ։ Այսինքն ձեր հյուսած նարատիվը, վայ Հայ կոնջանիկի նշանակվել Հայփոստի տնօրեն եւ ստացել ամի անգամ տնօրենի աշխատավարձ, արդեն չի համապատասխան իրականության եւ կերտվել։ Որ դուք պատկերացնեք, ես ասեմ որ Հայփոստի նախորդ ժամանակներում եղել են ստորաբաժանների ղեկավարներ, տնօրենի մասին խոսելիս, փոխի տնօրենի մասին չի, նախորդ ժամանակներում եղել ստորաբաժանների ղեկավարներ, որոնք ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան այսօր ժամանակ Հայփոստի տնօրեն։ Հետո պատկերացրեք դեպի ձեր հարցը։ Պետք է լինել դրան։ Պետք է ստացել որ դուք քեզ Նաև մամուլում լինի sense վերնագիր, որ ոչ թե վերնագիր, որ Հայ կոնջանիկին ստանում է այսքան աշխատական աշխատավարձ, այլ Հայ կոնջանիկինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Հայր ջան, գիտեք ինչ կասեմ, կա մի հատ վտանգավոր երևույթ, որի մասին քիչ են խոսում։ Պարտությունները մենակ այն օրը չեն ծնվում, երբ բանակը նահանջում է։ Պարտությունը շատ ավելի շուտ է սկսվում։ Սկսվում է այն օրը, երբ ժողովուրդը սկսում է սովորել անիմաստ աղմուկին, երբ քաղաքականությունը վերածվում է ներկայացման, իսկ պետությունը բամբասանքի հարթակի։ Ազգերը չեն կործանվում մենակ արտաքին թշնամուց, ազգերը կործանվում են, երբ դադարում են տարբերել պետական մտածողությունը քաղաքական շոուից, երբ իրենց ընտրյալներին պահանջ չեն ներկայացնում, երբ քաղաքականապես անգրագետ են ու երբ կողքից վիճաբանությունների կամ կռիվների հետևելը ավելի շատ են սիրում, քան իրենց երկրի խնդիր լուծելը։ Ընտրություններից հետո, երբ Նիկոլը երրորդ անգամ ձևավորեց կառավարություն, բազմաթիվ մարդիկ սպասում էին, որ ընդդիմությունը, որ մինչև այդ հայտարարում էր ընտրական գործընթացի լրջագույն խախտումների մասին, չի մասնակցի ազգային ժողովի աշխատանքներին ու չի ճանաչի այդ քաղաքական իրողությունը որպես լեգիտիմ։ Շատերի սպասումը այդ էր, բայց արիուտես աթոռը ձեր ընդդիմության համար ավելի քաղցր բան է, քան ազգային արժեքները, պետական շահերը, հասարակության սպասումները ու իրանց սկզբունքայնությունը։ Ու ոնց կարամ ես այս նիստերը նայելուց խորը հիասթափություն չապրեմ։ Ու հիասթափություն եմ ապրում ոչ թե այն պատճառով, որ այդտեղ մարդիկ իրար քննադատում են։ Քաղաքականության մեջ քննադատությունը անհրաժեշտ է։ Ես հիասթափություն եմ ապրում, որովհետև քննադատությունը այս ազգային ժողովի
անձնակազմի մեջ։ Յուրաքանչյուրի համար դարել է ինքնանպատակ, ով ում լավ կքննադատի, ինչ սուր բառեր կասի, ում ելույթը Facebook-ում ավելի շատ կֆռա ու sense բաներ։ Այսինքն այս մարդիկ գնացել են ինքնահաստատվելու, որ իրար մեջ խոսան, այ դու ինչ լավ ես խոսում, այ դու էս ինչ արիր։ Ապրեք նենց ու արեք նենց ազգային ժողովի падգամավորներ, որ խոսան ոչ թե ձեր լեզվի ճարտարությունից, որին ես անձամբ ընդհանրապես չեմ նախանձում, այլ խոսան ձեր կառուցողական մտքից, պետականամետ մտքից, որ ասեն այս ինչը տեսեք, ինչ օրինագիծ առաջարկեց, այս ինչը տեսեք, ինչ լավ բան բերեց մեր պետությանը, ոչ թե տեսեք այս բամբաս բյուրոից Պողոսը ինչ լավ է բամբասում Պետրոսի մասին, Պետրոսն էլ հակառակը։ Դուք դրանով դառնում եք ընդամենը մի հատ ԵԱԽ, ոչ թե ԱԺ, որովհետև Հայաստանը այսօր կանգնած է նենց մարտահրավերների առաջ, որոնք պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր մարդու պետք է գիշերները քնից զրկեն։ Մենք ունենք անվտանգային ճգնաժամ, սահմանների պաշտպանության խնդիր, բանակի արդիականացման հրատապ անհրաժեշտություն, Արցախից բռնի տեղահանված հայերի հետ կապված ծանր հարցեր, ժողովրդագրական անկում, արտագաղթ, տնտեսության կառուցվածքային կախվածություններ, գյուղատնտեսության խնդիրներ, արդյունաբերական քաղաքականության բացակայություն, արդարադատության բովանդակ հիմքի պակաս, էներգետիկ անվտանգության հարցեր, ջրային ու պարենային անվտանգություն, կրթության որակի անկում, գիտության թուլացում, տեղեկատվական պատերազմի նոր սպառնալիքներ, արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռություն, տարածաշրջանային ուժային վերադասավորումներ, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամ, պարբերաբար զորամասերում կամ դիրքերում սպանության դեպքեր, մշակութային մտքի վակուում, 130-ից ավել գյուղեր, որոնք զրկված են բնակչությունից, ու սենց ժամերով կարամ թվարկեմ, սրանք այն հարցերն են, որոնց շուրջ հասարակությունը սպասում է, որ ազգային ժողովի նիստերի ժամանակ տենա ռազմավարություն, հայեցակարգ, լուծումներ ու պատասխանատվություն։ Իսկ ինչա տենում, նիստեր, որոնք հաճախ ավելի շատ հիշացնում են փոխադարձ մեղադրանքների մրցույթ, քան պետական կառավարման բարձրագույն մարմնի աշխատանք։ Դուք այսպես արեցիք, ձեր ժամանակ դա եղավ, այն էլ ասում եմ, դուք էլ այսպես եք անում, դուք էլ այնպես եք վարվում։ Էսա սրանց պետականամետ մտածողության մաքսիմումը, էս եք ընտրել ընտրություններում, էսա ձեր իշխանությունն ու իբր դրա ընդդիմությունը։ Ու ամեն անգամ, երբ նայում եք սրանց ելույթներն ու նիստերը, ամեն հաջորդ ելույթի վերաբերյալ մի հատ դուք ձեզ պարզ հարց տվեք։ Լսեցիք սրանցից որևէ մեկի տափակ հումորը կամ իրար վրա ցեղ շպրտելու փոխադարձ հրաձգությունը։ Հենց այդ պահին դուք ձեզ մի հատ հարց տվեք։ Լավ, այս մարազմը ի՞նչ է տալի Հայաստանի Հանրապետությանը։ Այս դատարկ էգոների ցուցահանդեսը ո՞նց է ուժեղացնում սահմանը։ Այս ինտելեկտի Wi-Fi-ը անընդհատ կորցրած մարդկանց հավաքը, ոնց է բարձրացնում զինվորի մարտունակությունը։ Դուք ձեզ հարցրեք, թե այս իրար վրա կայացող խմբակների փոխադարձ նեղացկոտության թանգարանը, ասենք ոնց է նվազեցնում արտագաղթը։ Դուք եք չէ ընտրել իրանց, ընտրել եք, որ դատարկ շոու նայեք, թե հարցերի լուծում տենաք։ Դրա համար, եթե իրանց մոտ ստացվում է իրանց տափակաբանությամբ ձեզ շեղել, ապա կենտրոնացման համար դուք պարտավոր եք ամեն սրանց ելույթից հետո կապ չունի իշխանություն կոչվածի թե ընդդիմություն կոչվածի կողմից։ Դուք պարտավոր եք սրանց ամեն ելույթից հետո ինքներդ ձեզ հարցնեք։ Օրինակ, այս միկրոֆոն քթած մարդկանց ինքնահաստատման սրահը ոնց է զարգացնում տնտեսությունը, ինչով է այս ազգային խնդիրներից շեղելու բարձրագույն դպրոցը ավելացնում Հայաստանի ռազմավարական կշիռը։ Կամ ասենք ինչով է այս բարերի լվացքատունը ապահովում մեր երեխեքի անվտանգ ապագան, եթե ոչ մի կերպ, ապա ինչի է դա զբաղացնում պետական օրակարգի կենտրոն։ Այս մարդիկ ազգային ժողովում մենակ ինքնահաստատվելու համար են։ Այս ոչ թե Հայաստանի ապագան նախագծող դահլիճ է, այլ ներկայի վրա աղմուկ բարձրացնելու ստուդիա։ Ու ուզում եմ, որ ընդդիմություն կոչվածը մի հատ պարզ բան հասկանա։ Եթե իշխանությունը լեգիտիմ չի, ապա դուք էլ չեք կարա լեգիտիմ ելնեք։ Դրա համար էլ բոլորդ էլ ոչ լեգիտիմ եք ու դրա համար ստանում եք բարձր աշխատավարձեր։ Այ էսա ձեր նպատակը, ոչ թե Հայաստանը կամ հայ ազգը։ Ու ուզում եմ մի հատ անդրադարձով կիսվեմ ձեր հետ, որը բարձրաձայնել է քաղաքական վերլուծաբան ու քաղաքական գործիչ Անիկ Կարապետյանը։ Լսեք ու շարունակենք։ Բարի երեկո իմ սիրելի հետևորդներին, բարի երեկո ոչ լեգիտիմ ազգային ժողովի, ոչ լեգիտիմ ընդդիմությանը։ Արդեն քանի օր է դուք գտնվում եք ազգային ժողովում։ Եվ ես վստահ եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք առավել եւս, ստացել եք շատ նամակներ ՀՀ քաղաքացիներից, որոնք ընտրել են ձեզ եւ այսօր մեծ հիասթափություն են ապրել ձեզանից։ Դրա մասին մենք ձեզ
ահազանգում էինք, հորդորում էինք, տեղեկացնում էինք, բայց դուք չլսեցիք, ասեմ ավելին, սվիններով մոտեցաք մեր հորդորներին եւ որոշեցիք այնուամենայնիվ հայտնվել ձեր կողմից այդքան բաղձալի ազգային ժողովում եւ ազգային ժողովի շենքը եւ կառույցը հերթական անգամ դարավ կրկեսի ոչ թե թաթերաբեմ, այլ այս անգամ կրկեսի բեմ։ Եվ այսօր, եթե կնկատեք շատ հանրային, քաղաքական, բացի շարքային քաղաքացիներից գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագահներ, գրում եմ, որ նողկալի է այդ ամենը նայելը եւ իրենք չեն պատրաստվում եւս 5 տարի ականատես լինել այս կրկեսին, որի վառ ներկայացուցիչն եք նաև դուք։ Այսօր Կարապետյան Նարեկը հայտարարում է, թե իրենք անփորձ են։ Իրոք։ Բա որ անփորձ էիք, ինչի իրականում այդպես էր, ինչի մասին մենք էլ էինք ասում, որ անփորձ եք։ Այդ ինչ վստահությամբ էիք գնում իշխանությունը վերցնելու եւ ինչու էիք ժողովրդին տրամադրում, որ ամսի 7-ից հետո հունիսի Հայաստանի Հանրապետությունում այլևս Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինելու եւ ՀՀ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Խաբում էիք ժողովրդին, որովհետեւ երևի թե բան չի փոխվել, եթե այսօր անփորձ եք, հետևաբար այն ժամանակ առավել անփորձ եք եղել։ Եվ վերջի վերջո, հոյս ազգն ու երկիրը դատապարտված չի անընդհատ փորձադաշտ լինելու։ Քանի կար Նիկոլ Փաշինյանը եկավ յուր խմբակի հետ փորձ ձեռք բերեցին, արդյունքում հայրենիք կորցրեցինք։ Ընդ որում լավ էլ փորձառու են դարել, քաղաքական մաստեր կլաս են ցույց տալիս ազգային ժողովում։ Այսօր դուք եք հայտնվել, ասում եք փորձ չունենք, փորձ ձեռք կբերենք։ Ընդ որում հենց դուք եք, չէ՞ ասում, որ վիճակը օրհասական է, 300,000 ադրբեջանցի պատրաստվում են տեղափոխվել Հայաստան եւ մենք հայրենիք ենք կորցնում։ Հիմա բացատրեք ինձ, այս վիճակում որքանով է լուրջ ձեր արած հայտարարությունը։ Լավ, դուք բարոյականության, համոզմունքի պատասխանատվություն չունեք այս ազգի եւ ժողովրդի նկատմամբ։ Դեռ չեմ ասում, որ 8 տարի դուք եւ ձեր թիմակիցներից ոչ ոք քաղաքական գնահատական այս իշխանություններին չի տվել։ Ընդ որում ոչ էլ ձեր կուսակցության առաջնորդը։ Լավ, դեռ ինչքան եք որոշել այս երկիրը կրկեսի վերածել։ Լավ, դեռ ինչքան պետք է այս ազգը դիմանա թե դիմությանը եւ թե ընդդիմությանը։ Ես ձեզ անգամ այլևս թափման կոչ չեմ անում։ Ես պարզապես հերթական անգամ հորդորում եմ ձեզ ավելի զգուշ լինել ձեր հայտարարությունների մեջ եւ ձեր թիմակիցներին, որովհետեւ ի տարբերություն ձեզ, այս երկիրը մեր համար ոչ փորձադաշտ է, ոչ էլ մենք այլևս ժամանակ ունենք։ Եվ մենք 8 տարի է ամեն օր պայքարում ենք այս իշխանությունների դեմ, բայց ցավոք սրտի պարբերաբար հայտնվում են անփորձ խմբակներ, որոնք մսխում են ամբողջ process-ը, որոնք խոստումներ են տալիս ամպագորգոր, մերկապարանոց, այնուհետև ասում են դե կներեք մենք փորձ չունեինք, մենք քաղաքական գործիչներ չենք, բա որ քաղաքական գործիչներ չեք, ինչ եք անում քաղաքական դաշտում գրողը տանի։ Զգուշ եղեք ձեր հայտարարությունների մեջ։ Այլևս ես չլսեմ, որ որևիցե մեկը ձեր թիմից պատերազմի մասնակցությունը շահարկի։ Ամոթ է, անհարմար է, անհարգի է դա։ Իսկ եթե ձեզ դուր է գալիս այս խեղկատակությունը, որը կատարվում է ազգային ժողովում, շարունակեք մասնակցել դրան։ Պարզապես այլևս մի ակնկալեք, որ դուք ունեք հանրային աջակցություն, որովհետև դուք այլևս չունեք հանրային աջակցություն։ Եվ երբեմն էլ ձեզ գրված եւ ուղղված նամակները կարդացեք, որովհետև ես տանում եմ անթիվ բողոքներ, որ դուք չեք արձագանքում ձեզ մանդատի տեր դարձրած քաղաքացիներին։ Առայժմ այսքանը։ Հաճելի երեկո եմ մաղթում, սիրելի հետևորդներ ձեզ։ Հուսով եմ, որ այս խեղկատակությունը շուտով կավարտվի։ Ժողովուրդը վաղուց արդեն գիտի, որ քաղաքական ուժերը տարիներ շարունակ իրար հասցեին ծանր մեղադրանքներ են հնչեցնում, ու բոլորն էլ միշտ ճիշտ են եղել, այդ նորություն չի։ Նորություն պետքա լիներ լուծումը, նորություն պետքա լիներ ռազմավարությունը, նորություն պետքա լիներ պետական տեսլականը։ Եթե ամբողջ քաղաքական դիսկուրսը հանգում է նրան, թե ով ինչ ասեց, ով ինչ պատասխանեց, ապա այդ դիսկուրսը չի բարձրացնում պետության որակը, այդ ընդհանրապես երկարացնում է քաղաքական աղմուկի կյանքը։ Հենց դրա համար էլ մենք չենք մասնակցել այս մանկապարտեզ ընտրություններին, ոչ թե անտարբերությունից, այլ որովհետև
Չէինք ցանկանում դառնալ այս համակարգի հերթական դեկորացիան։ Մեր համար քաղաքականությունը երբեք չի եղել մանդատի մրցույթ։ Քաղաքականությունը պետական ճարտարապետությունն է, պետական մտածողություն, պատասխանատվություն, ապագայի նախագծում։ Այսօր բազմաթիվ մարդիկ շարունակում են հետևել խորհրդարանական փոխադարձ մեղադրանքներին նենց, ոնց որ հետևում են հերթական սկանդալային հաղորդմանը, ասենք կիսաբաց լուսամուտներին, իսկ դա խայտառակություն է։ Ու այդ խայտառակության մասնակիցներից որևէ մեկին գնահատել կամ համարել որպես քաղաքական գործիչ, էդ էլ իր հերթին առնվազն անգրագիտություն է, որովհետև քաղաքական գործիչը պետությունը շոուով չի կառավարում։ Պետությունը կառավարվում է գաղափարներով, հայանպաստ համակարգերով, ռազմավարությամբ, կարգապահությամբ, երկարաժամկետ հաշվարկով, բայց այսօրվա մեր ազգային ժողովում նման բան գոյություն չունի։ Կամենակ այդ ամեն ինչի ֆուտլյարը ու սուտի դեկորացիան։ Ուստի ժողովուրդ ջան, եթե ձեր ամբողջ քաղաքական հետաքրքրությունը սահմանափակվում է նրանով, թե ով ինչ ասեց ու ով ինչ պատասխանեց, ապա վաղ թե ուշ կհայտնվեք նույն փակ շրջանի մեջ, որտեղ տարիներ շարունակ դոփում է մեր քաղաքական կյանքը։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել բոլորովին այլ որակի քաղաքականություն, նենց քաղաքականություն, որտեղ յուրաքանչյուր խոսք վերածվում է պետական ծրագրի, յուրաքանչյուր գաղափար ազգային ռազմավարության, իսկ յուրաքանչյուր որոշում Հայաստանի ուժեղացման գործիքի, ապա պետք է պահանջեք այլ մակարդակի մտածողություն։ Ես նախկինում եմ ասել, այսօր եմ ասում ու վաղն եմ կրկնելու։ Պետությունները փոխվում են ոչ թե հերթական աղմկոտ բանավեճից, այլ այն պահին, երբ փոխվում է մտածողության որակը։ Դրա համար ես շարունակում եմ հավատալ, որ Հայաստանի ապագան չի կառուցվելու քաղաքական աղմուկի վրա, այլ ազգային վերածննդի գաղափարի վրա։ Ով էլ ինչ գնահատական տա այդ գաղափարին, համոզված եմ մի բանում։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական դերաբաշխումը նույն բեմում, այլ մտածողության փոփոխություն, ոչ թե նոր դերասաններ նույն ներկայացման մեջ, այլ լրիվ նոր սցենար։ Ոչ թե նոր խոսնակներ, այլ նոր պետական մշակույթ։ Ու եթե այդ փոփոխությունը երբևէ տեղի ունենա, այդ չի սկսվելու բարձրախոսներից կամ ազգային ժողովի այսօրվա անձնակազմից։ Այդ սկսվելու է մեզանից, սկսվելու է ձեզանից յուրաքանչյուրի գիտակցությունից, որովհետև այն օրը, երբ ժողովուրդը դադարի ծափահարել դատարկ աղմուկին ու սկսի պահանջել արդյունք, հենց այդ օրը կսկսի Հայաստանի իրական վերածնունդը։ Ու հայեր ջան, այսօր այսքանով եզրափակվենք, ես հաջորդիվ կանդրադառնամ այս նիստում հնչած Արման Եղոյանի առանձին ելույթին։ Ձեռի հետ էլ ընդդիմությանը կսովորացնեմ, որ հաջորդ անգամ նման ելույթներ լսելուց ոնց է պետք պատասխանել։ Բան չկա, մեր ազգային ժողովն է, անվճար դասընթացներ անցկացնեմ, թող սովորեն համ պատմություն, համ էլ падգամավորի պահելաձև ու մտածելակերպ։ Վաղը կամ մյուս օրը կհանդիպենք, հայեր ջան, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Ես միայն քեզ չէ, այլ նաև մեր ազգի դավաճանությունը ու ծառայամտությունն եմ ուզեր սպանել։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք լսել եւ դիտել մինչև վերջ ամբողջ տեսանյութը։ Սա այնքան կարևոր ու անհրաժեշտ է այս պահին, որ մեր խոսքը բարձրաձայնում ենք նաև տեսանյութի միջոցով։ Արշավիր Շիրակյան, Ֆանտոմ ֆիլմի ստեղծման աշխատանքներն արդեն հասել են սյուժեի ամենապատասխանատու եւ վճռորոշ փուլերին։ Հենց այս պահին մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուրիդ մասնակցությունն ու աջակցությունը։ Այսօր արդեն ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է 3.170.000 դրամ, որից ընդամենը 907.000 դրամը ձևավորվել է ձեր կատարած փոխանցումներով, իսկ մնացած ամբողջ ծախսը հոգացել ենք մեր սեփական միջոցներով։ Սրտանց շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց ներդրումն են ունեցել։ Յուրաքանչյուր փոխանցում, անկախ չափից, մեզ համար ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև վստահությանն ու համատեղ գործի կարևոր խորհրդանիշ։ Նախնական հաշվարկներով ֆիլմն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար դեռ անհրաժեշտ կլինի մոտավորապես 1,5 միլիոնից 2 միլիոն դրամ։ Այդ պատճառով խնդրում ենք ակտիվորեն միանալ դրամահավաքին։ Եթե հնարավոր է, փոխանցեք այն գումարը, որն այսօր կարող եք հատկացնել, լինի 1000, 5000, 10000, 100.000 դրամ կամ ավելի։ Մեծ արդյունքները միշտ սկսվում են բազմաթիվ փոքր մասնակցություններից։ Ձեր յուրաքանչյուր աջակցությամբ մենք կարողանում ենք ակտիվացնել եւ շարունակել ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ շուրջ 13 տարբեր արհեստական բանականության հարթակների աշխատանքը՝ տեսանյութերի գեներացում, պատկերների ստեղծում եւ վերամշակում, պատմական տեսարանների վերականգնում, ձայնային մշակում եւ խոսքի գեներացում, երաժշտության ստեղծում, մոնտաժային եւ վիզուալ էֆեկտների ծրագրեր,
գունային մշակման, անիմացիայի եւ այլ մասնագիտական գործիքների լիմիտները։ Ամսական տրամադրվող լիմիտները չբավականեցնելու պատճառով մենք ստիպված ենք գրեթե կես ժամը մեկ գնել հավելյալ լիմիտներ։ Եթե դուք հենց այն հայն եք, ով հասկանում է, թե որքան կարևոր է Արշավիր Շիրակյանի եւ Նեմեսիս գործողության մասին այս ֆիլմի ստեղծումը, եթե ցանկանում եք լինել ոչ թե պարզապես դիտորդ, այլ այս պատմական գործի մասնակիցներից մեկը, ապա կրկին ներկայացնում ենք մեր հաշվեհամարները։ Այս ֆիլմը ստեղծվում է մեր բոլորի ուժերով, յուրաքանչյուր փոխանցում այն մեկ քայլով մոտեցնում է ավարտին։ Այսօր ֆիլմն իսկապես ձեր աջակցության կարիքն ունի։